ասես փաստեր։ Հա, իհարկե քննարկվեց, որևէ բան չեմ կարող ասել, որովհետև դուք գիտեք, որ շարունակվում է, սկսվել է քննարկումը, շարունակվել։ Կար ամեն դեպքում կար Ես հետևյալը ասեմ, չեմ ուզում որևէ բան ասեմ, առաջնորդվելով մեր հանձնաժողովի կանոնակարգից, եւ դա ճիշտ չի լինի։ Շարունակվում է քննարկումը, քննարկենք։ Գիտեք ինչ, լսում ենք, շարունակենք լսել եւ այսօրվա դրությամբ հետևյալը ասեմ, որ ավելի մանրամասը մոտ օրերս կանրադառնանք։ Հաջորդ նիստից հետո ավելի մանրամասը։ Պատգամավորների կողմից անհարգալից վերաբերվում չէ, որ հաստատի իրենց հրավիրում են բարձաբանումներ տալու, իրենք ալակամարում են։ Գիտեք ինչ, մենք ունենք բացակայություն հարկելի եւ անհարկելի։ Հիմա կոնկրետ հանձնաժողովի նիստ է էթիկայի, նույնիսկ էթիկայի հանձնաժողովի անդամ կար, որ այս պահին ներկա չէր։ Հիմա ես չեմ կարող ձեր հարցին պատասխանեմ, արդյոք հարկելի էր թե անհարկելի էր։ Իսկ եթե կներեք ոչ միայն գրավոր կա բանավոր տեղեկացում։ Օրինակ քիչ առաջ ես տեղեկացրի հանձնաժողովի նախագահին, որ խցանման մեջ եմ ու շանում եմ մի փոքր։ Այսինքն գրավոր չգրեցի։ Չէ, օրինակ եմ բերում, այսինքն հանձնաժողովի նախագահին։ Հիմա ես կոնկրետ դեպքում չգիտեմ, էլի, ես հանձնաժողովի նախագահան չեմ, չգիտեմ։ Պատգամավորը կարող է նման գրառումներ անել, նման ոճով, բառերով խոսել քաղաքացիների հետ։ Ճիշտն ասած, այսօրվա դրությամբ մի քիչ ես ուզում եմ ավելի շատ բուն բովանդակության մեջ խորանալ մինչև կարծիք հայտնելը, որովհետև այդ դեպքն է, գիտեք ինչ, այսօրվա դրությամբ պատճառահետևանքային կապեր կա, որը ինձ թվում է, որ ցանկացած որոշման վրա էական ազդեցություն կունենա։ Պարոն իսկ ձեզ որքանով անաչառ կարող է լինել դիմումի քննությունը, եթե այդ պատգամավորներից մեկը էթիկայի հանձնաժողովի անդամ է, կոնկրետ Սուքիաս Հավեդիսյանը, որը նույնպես քվեարկել է բացական գործընկերոջ տեղը։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ անաչառ կլինի անկախ ամեն ինչից որոշումը։ Մի անգամից ասեմ, որ կարծում եմ բոլորը գիտեն, որ անթույլատրելի է պատգամավորները մեկը մյուսի փոխարեն քվեարկել։ Եթե ուզում ենք ըստ բովանդակությամբ անդրադառնալ, որովհետեւ ավելի པարզ լինի այն անարճարությունը, որի մասին դուք հարցրեցիք, ես մի փոքր ավելի նմանեցնում եմ նաև ստորագրության։ Ինչ տարբերություն, եթե դու ուրիշի փոխարեն ես քվեարկում, ոչ ոք քեզ չի պատվիրակել, որ իշ փոխարեն կարծիք հայտնես, սա անթույլատրել է։ Ուղղակի այստեղ մենք խնդիր ունենք, քիչ առաջ քանի որ ես անդրադարձա, նաև գիտեք ինչ, գրանցում եւ քվեարկություն, սա տարբեր բաներ է։ Իհարկե, այստեղ պետք է լինի նաև մեր մոտեցումները տարբեր, պետք է տարանջատենք։ Երկուսն է անթույլատրելի է, բայց կարծում եմ մի քիչ գրանցումը, ենթադրենք օրինակ եմ բերում, որ դուք ձեր գործընկերոջը դիմում եք, որ մոդենում եմ, ուղղակի մի հատ գրանցում, տարբեր բաներ, բայց դա էլ է անթույլատրելի։ Հիմա պետք է փորձենք նաև կանոնակարգով ավելի մենք կոշտ գործիքներ կիրառենք, որբիսի այդ քվեարկությունը բացառենք։ Այսինքն ավելի շատ պետք է պատասխանալ, ես չգիտեմ, ես բանին պատրաստ չեմ ասելու, կոշտ գործիք եսի նկատի ունեմ, որ այսօրվա դրությամբ, գիտեք, ի գիտություն է ընդունվում էթիկայի հանձնաժողովի որոշումը։ Այսինքն էթիկայի հանձնաժողովը միայն որոշում է կայացնում նման դեպքերում, որ արդյոք էթիկայի կանոններ խախտել է, թե չէ։ Իմ պատկերացումներով սա կոշտ գործիք չի։ Այդ արադավոր երևույթի դեմ նառնելու եմ կարծիքով սա ուղղակի գիտություն ավելի է կոշտ գործիքներ են պատկերացնում։ Ինչպես անաչառ կարող է լինել, եթե իր կուսակցի դիմումն է քննվելու, նա որպես հանրապետական կարող է այս դեպքում լինել անաչառ անկողմնական։ Գիտեք ինչ, ցանկացած դեպքում ասում է երբ մենք կունենանք մեր որոշումը, բոլորիս դիրքորոշումը, այդ ժամանակ խոսենք։ Իսկ ես անաչառության վրա չեմ կասկածում, պարոն Հարությունյան։ Անկարգապահ են Չեմ կարող այստեղ որևէ մեկնաբանություն տամ։ Ես ավարտեցի։ Տարբերություն կա Պաշտոնյան ազգային ժողովի միջանցքում ինչ որ մեկի աչքերը հանելու սպառնալիքներ կհնչեցնի, թե Facebook-ի տարածքում։ Ձեզ համար տարբերություն կա։ Գիտեք ինչ, եթե այդ ամեն ինչ իրավաբանորեն ձևակերպվում է սպառնալիք, տարբերություն չկա։ Պարոն Ական, դուք ձեզ թույլ կտաք, օրինակ ձեր ընտրողների հետ նման ձևով խոսել, դուք որպես պատգամավոր։ Ես ընդամենը մի բան ասեմ ու շարժվեմ, դուք գիտեք, որ ես ելույթների մասին ասել եմ, որ ճանն էլ է 3 տար, չորն է։ Ավելի լավ է ճան ասենք, չոր չասենք իրեր։